Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ մի քանի լրատվամիջոց տեղեկություն տարածեցին, որ իբր Բաղրամյան 26-ի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառը այն է, որ ինչ-որ շենքեր են կառուցվել եւ ճանապարհը փոքրացել է եւ այլը, բայց ուշագրավը ինչն էր, որ ինչ-որ մարդիկ, իբր ինչ-որ մարդիկ եւ ինչ-որ մարդիկ իրականում ես տեսանյութներ տեսա, ասում են, որ այդ շենքերը պատկանում են ինձ եւ ես այդ շենքերի հետ կապ ունեմ, ինչ-որ դա իմ շենքերն են եւ այլն։ Հիմա մենք գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքում գտնվող այդ շենքերի մոտ, պարզելու արդյոք Ալեն Սիմոնյանը այդտեղ շենք շինություն ունի, թե չունի եւ վերջիվերջո ում են պատկանում այդ շենքերը այդտեղ կառուցվող։ Եթե այն սեփականատերերը, որոնք որ կտեսնեն այս իրական սեփականատերերը, ովքեր որ կտեսնեն այս տեսանյութը, ովքեր որ Բաղրամյան 26-ի շրջակայքում շինարարություն են անում, տեսնեն այս տեսանյութը, ես իրենց խորհուրդ եմ տալիս, որ իրենք նույնպես գան Բաղրամյան 26-ի շրջակայքում գտնվող իրենց շինությունների մոտ, որովհետև ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ շենքերը ամենա մանրակրկիտ ձևով ստուգվեն բոլոր փաստաթղթերը եւ այլն, որովհետև ես ունեմ տպավորություն, որ հենց սեփականատերերը կամ այնտեղ աշխատող մարդիկ հատուկ տարածել են ինֆորմացիա, որ դա իմ հետ կապ ունեցող շենք է, որպեսզի ինչ-որ ձևով ինչ-որ առավելություններ ունենան կամ բնակիչներին ինչ-որ ձևով լրացնեն եւ այդ մարդիկ իրոք տենց մտածում են, որ դա իմ շենքերն են։ Բայց հիմա ես գնում եմ այնտեղ եւ կոչ եմ անում այդ մարդկանց նույնպես գալ այնտեղ, սեփականատերերին, տնօրեններին, գալ այնտեղ, որովհետեւ կրկնում եմ, ես քաղաքապետարանի միջոցով մնացած բոլոր գերատեսչությունների միջոցով հետամուտ եմ լինելու, պարզելու թե ում շենքերն են այնուամենայնիվ, որ վերագրվում են ինձ։ Սա եւս մի ցայտուն օրինակ է, որ տեսեք հասարակ բան, հա, եթե մեքենայի այդ դժբախտ պատահարը տեղի չուներ, այդ մարդիկ տենց էլ մտածելու էին, որ դա ինձ հետ կապ ունեցող ինչ-որ շենքեր են։ Ես հիմա կգնամ այնտեղ, այդ մարդկանց հետ կզրուցեմ եւ ինչպես արդեն ասացի, կպարզենք թե իրականում ում շենքերն են կառուցվում Բաղրամյան 26-ի շրջակայքում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ապրումով, որը քիչ առաջ ես ունեցա եւ այդ ապրումը կապված էր այն փաստի հետ, որ ես տեսա, որ ոմն Հայր Սահակ, որին ես հանդիպել եմ Տաթև վանքում, երբ որ մենք այցելում էինք Սյունիքի մարզ, հարցազրույց է տվել եւ ասել է բաներ, որոնք որ ինձ մոտ անկեղծ ասած խղճահարություն եւ միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք եւ ծիծաղ է առաջացրել։ Ես մեջբերեմ ինչ է ասել Հայր Սահակը։ Հայր Սահակը ասել է, որ պատական է հանդիպել ինձ եւ լրագրողի հարցերին ի պատասխան ասում է, որ ընդհանրապես ինքը չի կարող Թուրքին հանձնած Արցախը Թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսել, բարևել եմ ու անցել գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու եւ ընդհանրապես շփվելու որևիցե բան չունեմ, ասում է Հայր Սահակը։ Եվ արդարանում եւ ցավոք սրտի ստում է շատ վատ, շատ չեմ ուզում վատ բառեր օգտագործել, շատ տհաճ ձևով, պետք է ասեմ, որ հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար, Հայր Սահակը իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մուտքի մոտ, հետագայում չթողնելով, որ Հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ, ինքը միանձնյա ինձ ամբողջ տարածքը ցույց տվեց, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը եւ Հայր Սահակը ինձ նաև պատմեց այն աշխատանքների մասին, որոնք տեղի են ունենում եւ վերջում մեր հարաբերությունները, մեր շփումը այնքան ջերմ էր անցնում, որ վերջում նույնիսկ ես պատրաստակամություն հայտնեցի, ասի կարող է ինչ-որ բանով ես փորձեմ ինչ-որ ձևով աջակցել, որ ինչ-որ մի մաս շինարարության ֆինանսական առումով փորձեմ ես աջակցել եւ այդ ֆինանսական աջակցության մասով Հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց եւ իր համարը տվեց իմ խորհրդականին, որպեսզի մենք կազմակերպենք, որ ես ինչ-որ ձևով նաև մասնակցեմ այդ ֆինանսական ծախսին, ինչը շատ ուրախացրեց Հայր Սահակին։ Դուք տեսանյութում այդ ամենը տեսնում եք։ Չի դա։
Դրանից հետո հայր Սահակը մեծ սիրով ինձ ճանապարհեց մինչև մուտք, մինչև իմ ավտոմեքենա եւ մենք շատ սիրալիր ձևով բաժանվեցինք։ Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկը ասում է քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր եւ ես ցավում եմ, որ եկեղեցականը այդքան համարձակություն չունի եւ այդքան վախվորած է եւ այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումը իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում։ Ես ներում եմ իրեն, քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված ների նաև իրեն իր սուտ խոսելու համար, որովհետև ես չեմ ուզում հավատալ, որ նման բարքերը պետք է շարունակեն եւ տեղ ունենան մեր եկեղեցում եւ առիթ օգտվելով նորից ուզում եմ ասել, մեր եկեղեցին լի է, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին լի է բազմաթիվ պարկեշտ մարդկանցով, որոնց ես իմ ողջուններն եմ ուղարկում եւ շնորհակալություն հայտնում իրենց արած աշխատանքի համար։ Հարգանքներս ձեզ բոլորիդ։ Իսկ հայր Սահակին Աստված թողների, ես ներում եմ։